Բարև հեռուստադիտող բարեկամներ, հանրայինի ուղիղ եթերում ողջույն Արցախ նախագիծն է, տաղավարում են Անի Մանգասարյանը և Հունան Թադևոսյանը։ Այսօր փետրվարի 23-ն է, օրը 5-շաբթի, առաջարկում ենք մնալ Արցախի հանրայինի հետ։ Մենք ու մեր գործընկերները այսօր էլ կապահովենք հագեցած եթերաժամը տարաբնույթ սյուժեներով, իսկ տաղավարում ինչպես միշտ կունենանք հետաքրքիր հյուրեր։ Այսօր հայրենաց պաշտպանի տոնն է, խորհրդային միության տարիներին փետրվարի 23-ը պաշտոնապես համարվել է Կարմիր բանակի, իսկ այնուհետև սովետական բանակի օր։ ԽՍՀՄ փլուզումից հետո այն վերանվանվել ու կոչվում է հայրենիքի պաշտպանի տոն, որը ինչպես ԱՊՀ մի շարք երկրներում, այնպես էլ մեր երկրում ընդունված է նշել որպես տղամարդկանց օր, ովքեր ծառայում կամ ծառայել են բանակում կամ որևէ այլ ուժային կառույցում։ Հայրենաց պաշտպանի օրը համենայն դեպս մեր երկրում ոչ միայն տղամարդկանց, այլև համազգային տոն է, որն իր մեջ ամփոփում է հաղթանակներ ու ձեռքբերումներ, որի սկիզբը դրվեց հայրենական պատերազմում, որն այնուհետև դրսևորվեց Արցախյան գոյամարտում, կանխորոշելով մեր ազգային բանակի խաղաղարար առաքելությունը։ Այսօր մեր տաղավարի հյուրերը, ինչպես երևի արդեն կռահեցի, կլինեն օրվա հերոսները, հայրենյաց պաշտպանները, մարդիկ, ովքեր անձնուրաց նվիրումով ծառայում են հայրենիքին, իսկ մինչ այդ ծանոթացեք օրվա ծրագրին։ Այո, ակնթարթեժն այսօր կանդրադառնա մի լուսանկարի պատմության ու նրա հերոսներին։ Երկրի կարևոր իրադարձությունները ձեր ուշադրությանը կներկայացնի օր լրատվական ծրագիրը։ Ներքին ու արտաքին քաղաքական անցուդարձը Վահրամ Աթանեսյանի post-factum էջում։ Ժամը 18-ի օր լրատվականից հետո Սաթինե Մինասյանի հյուրերը ևս տարբեր պատերազմների մասնակից կլինեն։ Ձեր իրավունքների, լիազորությունների ու պարտավորությունների մասին կպատմի Լիդիա Եպիսկոպոսյանի «Իմ իրավունք» էջը։ Հարց մասնագետին բաժնում այսօր կաշխատի Սոֆի Իվանիդիսը, իսկ թե ինչ թեմայով կլինի նրա զրույցը մասնագետի հետ, իմանանք հենց հիմա։ Ողջույն Սոֆի։ Բարի երեկո։ Բարի երեկո իմ գործընկերներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ։ Ես էլ եմ օրվա արդիվ շնորհավորում բոլորիս, ու ինչպես Հունանը նշեց ավանդույթի համաձայն, կարծես այսօր առանձնացնում ենք արական սեռի ներկայացուցիչներին, իսկ իմ համոզմամբ տոնը բոլորիս է, օրը բոլորիս է պատկանում ու հայրենյաց պաշտպան ենք մենք բոլորս, ովքեր սիրով ու վաղվա օրվա հավատով ենք ապրում Արցախի հողում, այն մայրերն են, ովքեր իրենց զինվորներին զինծառայության են ճանապարհում ու սրտատրոփ նրանց վերադարձին սպասում։ Այսօրվա իմ հյուրը Զորակոչային հանրապետական հանձնաժողովի անդամ Սամվել Մելքումյանն է, ում հետ էլ կզրուցենք զորակոչիկների առողջական խնդիրների մասին։ Այնպես որ սպասում եմ ձեր հեռախոսազանգերին, զանգեք 94 35 22 հեռախոսահամարով եւ ես կպատասխանեմ սիրով ձեր զանգերին։ Շնորհակալություն Սոֆի։ Շարունակելով եթերը հիշեցնենք բոլոր փոքրիկներին, ինչպես միշտ այսօր էլ կողջունի Մուշմուշիկ հեռուստածրագիրը սիրված հեքիաթով եւ մուլտֆիլմով։ Հանրայինում օրը կավարտենք մեր տունուտեղ հաղորդաշարով հեղինակ Վարդգես Բաղարյան։ Իսկ հիմա դիտենք ակնթարթ էջը, որից հետո տաղավարում կլինենք մեր հյուրերի հետ։ Շարունակեք հետևել մեր ծրագրին։ Շուշիի ազատագրումն Արցախյան ազատամարտի հաղթական էջերից է և հայ ռազմարվեստի գլուխգործոցը։ Հաղթանակի մասին պատմող բազմաթիվ լուսանկարներ կան։ Դրանք նկարագրում են այդ օրերին հայ ժողովրդի հավաքական կամքի ուժն ու արիությունը։ Այս լուսանկարն արվել է 1992 թվականի մայիսի 20-ին Շուշիի ազատագրումից հետո Երևանի հրապարակում։ Լուսանկարում Հայկավանի ջոկատի մարտիկներն են։ Եվ 92-ից առ այսօր լուսանկարի հերոսները ամեն տարի մայիսի 9-ին հավաքվում են, նշում հաղթանակի օրն ու անպայման միակնթարթ հավերժացնում։ Սկզբում ես հանդիպեցի ջոկատի հրամանատար Յուրիկ Ավանեսյանին։ Մեր զրույցը շատ հետաքրքիր էր ու հագեցած։ Սակայն իր ջոկատի նվիրյալ հրամանատարը չցանկացավ տեսախցիկի առաջ խոսել առանց իր մարտական ընկերների, ասում է մենք միասին մի ամբողջ պատերազմ ենք անցել, եւ մեր անցյալն ու հիշողությունը ընդհանուր են, եւ մենք չենք ցանկանում առանձին ներկայանալ, ու այդպես ծնվեց այս հանդիպման գաղափարը։ Ուրեմն Շուշու մասնակցից մենք մենամետ դիվիզիոնը բաժանվել են երկու մասի, մեկը կենտրոնական, մեկն էլ շրջանային նապարենով, որը ղեկավարում է Սիան Օհանյանը, բարձրանում ենք Ջանասանով եւ այնտեղ մեզ պատահեց Սիան Օհանյանը, եւ ինքը ասեց յուրա մենամետը հետո կհասցնես սովորես, իմ հետ արի, ես իր հետ մտա պեխոտա, ես եմ ինքն իրան կապավորը, եւ դες մեր տղաների հետ մտանք Լիսագոր այնտեղ Լիսագորից մենք վերցեցի մի հատ BMP-ածին, տրաֆե,
Սյան Օհանյանը ցույց տուավ, որ դե մենակ կարա յուրանետի վերականգնի, ես վերականգնեցի այդ տրաֆեն եւ վերցի այդ BMP-ածինը եւ հետ եկա առաջին մարտը երևի ես եմ եղել, որ Լիսագորից մտել եմ Շուշի քաղաքը։ Ես մի էկիպաժ վերցնում եմ եւ մասնակցում Լաչինին, օպերացիային, մեր տղաների հետ միասին որոշում ենք, որ մեր ճանապարհը հենց բացեց, գնալու ենք մեր հրապարակում մի հատ նկարվենք։ Եվ մեր տղաների հետ միասին գնում ենք Տամսի 19-ին կեսը գնում ենք, կեսը 20-ին գնում ենք հրապարակ եւ գնում եմ ես տնկան ռազմետկայի տղաները մեր աբո ձախի տղաներն են եւ միասին գնում ենք ուրախությունից չգիտենք ինչ անենք հրապարակ ենք մտնում եւ զենքով զինամթերքով հրապարակում նկարում մոնոմա հուշ Ինչպես անդամագրվեցիք Արցախյան գոյապայքարին եւ ինչպես ձևավորվեց Հայկավանի ջոկատը։ Կամավորը բայց կարմի ինչ-որ զգտում, որովհետև այդ տարիներին շատ դժվար էր Ղարաբաղցու համար, եթե մենք ապա ովքեր պետք է այդ գործը ունեին, բոլորս գիտենք, որ չկար ջուր, չկար հոսանք, չկար ուտելիք, թուրքը ամեն Արիցը փնտրում է, որ մեր հայ գյուղերին, հայ ժողովրդին մեզանից վերև գտնվող Տերկերժան գյուղում միշտ քարակոծում էին, կարակում էին մեր բնակիչների վրա եւ համարյա Տերկերժան գյուղից բոլոր հայ քաղաքացիները դուրս էին եկել Տերկերժանից, թողնելով այնտեղ մի փոքր քանակ ֆիդայներ, որոնք պաշտպանում էին այդ տարածքը նկատում ենք Տերկերժան գյուղում։ Եվ մենք որպես հայերեն գյուղացիներն ու գյուղացիներ թաղամասի բնակիչներ, մենք ապրում ենք Արմենիայում եւ Տերկերժանում, եւ մենք ուրիշ ելք չկար, պետք է անենք այն, որը արեցինք 15 տարեկանս լավացած չէր, ցանկություն կար մտնել ջոկատ, չէին վերցնում, հրաժարվում էին դրանից, քանի որ փոքր հասակս օրերի ընթացքում համոզեցի մեծ ընկերներիս ավելի շուտ տեղում կարելի ասած իրանց ծնողների իմ համար, իրանց հույսի տակ, իրանց հավատի տակ միասին մասնակցեցինք մեր շարժման, մեր պատերազմին։ Եվ մինչ այսօր Մինչև այսօր ծառայում եմ պաշտպանության բանակում։ 24 տարեկանի ապրում էի Տամբով քաղաքում, երբ սկսեց շարժումը 88 թվականին մարտի 16-ին ծնվածորովս քոչեցի Ղարաբաղ։ Եվ օրերից մի օր տղաներով հավաքեցին, գնացին Կրկժանի ջուր խմելու, որովհետև այդ ջուրը մեր մոտ Արմենիայում ջուր չկար վաշ, այդ ջուրը մենք Կրկժանի ջրից ենք միշտ խմում։ Գնացինք ցես կերանք, քարով մալվա խփին եւ ընդդից ասին, որ «Էլ դուք սո այս ջուրը մոռացեք»։ Մենք էլ մի 5 հոգով եկանք տուն, մեր տուն, նստանք, որոշեցինք, որ սարքենք ջոկատ։ Եվ այդտեղ ճիշտ է, կեսը մեր տղաներս չէին հավատում, բայց մնացած կես հավատում էին։ 5 հոգով նստեցինք, որոշեցինք ջոկատ ստեղծենք եւ իրանք ինձ դրեցին նույն օրը հրամանատար, դեռ մեզ ոչ մի բան չունեինք։ Այդ եղել է 89 թիվը հունիս-օգոստոս ամիսներում։ 4-5 օրից հետո մեր տղաները Կրկժան Շուշի ունեին թաքուն ճանապարհ։ Եվ այնտեղ հերթապահություն էին կատարում։ Զենք չունեինք, իմ մեծ աղբեր ոնց Հավանեսյան Գարիկ ասեց, մեր աբոձախի միջոցով մի հատ զենք ճարեցին, բերեցին, նվիրեցին, այդ զենքի հիմքի վրա մենք սկսեցինք արդեն ջոկատը կազմելը։ Եվ տեսանք, որ չէ, շատ ենք դժվարանում, եւ սկսեցի ժողովրդի հրացաները հավաքելը։ Արմենիայի ժողովուրդն ինձ հավատում էին։ Հավաքում էին մեքենաները, պետական էլի հավատքով ինձ էին տալիս այդ մեքենաները։ Եվ օրես որոշեցինք մտենք սովետական մի հատ չաստ ունեինք, որը հիմա ցորնագոչում։ Եվ խոսացի սպայական գազմի հետ, իրանք ինձ ասեցին, մենակ գիշերները կարանք մենք ձեզ զենք տանք։ Դե առանց փողի ոչ մի բան չի լինում, հասկանալի է։ Եվ մենք այդ 8 հատ ավտոմատով, 10 ավտոմատով վերջումը արդեն տանկեր ենք անում, BMP ենք անում։ Նրանց կազմում էր Սեյան Օհանյանը, Մոսես Գարանտովիչներ, նրանց կազմում գալիս էին իրիկունները կրակում BMP-ով եւ դաշնակագուն ուղղակի մեր ջոկանները իմ մոտ հերթապահություն կատարելու համար։ Եվ օրից մի օր
տենում եմ արդեն շատ ամերիկան մեր ջոկատը, ես արդեն ի վիճակի չեմ, որովհետև ես վայնի ստրատեգ չեմ, արդեն մոտ 120 հոգանոց ջոկատա դառնում, կոմանդոսին խնդրում եմ, որ կոմանդոս այքյո ծանոթացնեմ այդ տղաներին, Սեյան Օհանյանին եմ ծանոթացնում կոմանդոսին եւ տղաներին են ռուս օֆիցերներին, փոխգնդապետ Մայսեևին եւ իրանք սկսում են իրանց հետ աշխատել։ Հետո մեր վաշտը Հայկավանի 16 ջոկատը այդ պատճառներով մեր ջոկատը ծրվում է եւ կազմում ենք մենք հրետանի մեծ դիվիզիոն ենք կազմում եւ ջոկատի կեսը մնում է 6-րդ ռոտում, մնացածը Շուշը օպերացիայով արդեն մենք լունում ենք հրետանավորներ։ Հայկավանը ջոկատը Սարգսակյանից փոքր աղբերս արդեն որ դառնում է Սեսայազն Ռոզուսկ 89 թվին եւ ինքը մեկնում է Հայաստան, օգնում է մեկնում Հայաստան եւ այնտեղ Չաուշին է պատահում եւ Շաուշի իրան նվիրում է մի հատ Մոսին 18 թվականի եւ այդ Մոսինը այլ միջոցներով հասցնում են մեր ջոկատին եւ այդ Մոսինը մենք կտրում ենք որ կարայինք մենք ավտոբուսներով տեղափոխենք եւ այդ Մոսինով մենք առաջի բայևոյ զենքն ալնում Հայկավանում միշտ լինում այդ զենքը մեր դիրքից չենք իջեցնում եւ քաղաքի բոլոր ջոկատներ եւ կարելի ասել Սեյան Օհանյանից սկսած ինչքան ջոկատներ, ինչքան տղաներ գալիս են այդ Մոսինով մի հատ Շուշի կարակում էին, որովհետեւ մենակ բայևոր զենքը էդի էր եւ ես այդ Մոսինը մեր զոհված ազատամարտիկների հուշ թանգարանին նվիրեցի։ Ասում են պատերազմը փոխում է մարդուն։ 2 տասնյակից ավելի տարիներ է անցել, այդ հեռավորությունը ինչ որ բան փոխել է։ Դեռ մարդուն ավելի դիմացկուն է սարքում, ավելի հասուն է սարքում։ 18 տարեկանները, երբ որ մեզ հետ այն ժամանակ մենք արդեն 30-32 տարեկան ենք, այն հարգանքը, որ այն տարիներին եղել է, մինչև մեր հարգում են, ես շատ ժամանակ մեր գրիշիկը մի հատ փոքր ընկեր ունենք, ես գիտեմ, թե ինք որ 16 տարեկան, բայց արդեն 40 անցել է։ Պատերազմի ժամանակ ես եղել եմ շատ դաժան եւ ստիպված եմ եղել այն ժամանակ շատ է դժվար հրամանատար լինելը, շատ է դժվար զորք ղեկավարելը, որովհետև զորքից 50%-ը զենք կյանքում բռնած չկային։ Իրենք ծառայում էին ռուսական բանակում խլեբարես, կաչագար, վարորդ, շատ դժվար է եղել։ Եվ շատ է խիստ իրանց հանդեպ, եւ գիշեր ցերեկ որ սովորեն, կայունանան։ Իհարկե, ես իմ ընկերներից շատ բան սովորեցի, շատ բան։ Պատերազմը շատ դաժան փորձությունների բերեց մեզ, հաղթահարեցինք, գոյատևեցինք մենք։ Իսկ պատերազմում ինչն էր ամենադժվարը։ Ամենից դժվարը պատերազմում, ամենից դժվարը ընկեր կորցնելը։ Մենք կորցրինք շատ ընկերներ, կային պահեր, որ կարելի է էլի հաշված դժվար, բայց դի պայքարում էինք, չկար ուտելիք, չկար սնունդ, չկար ջուր, չկար զենք, բայց ամեն ինչը հաղթահարելի է, բայց որ կորցնում ենք ընկերոջ։ Ոչ թե մոռաց չենք տալիս այդ ընկերոջ, մտածում ենք, որ մեզ դեռ արդյոք ավելի դժվարին գործեր է սպասում, ավելի դժվարին ճակատամարտներ է սպասում եւ գնում ենք, որ դրանց վրեժ առնենք եւ Դժվարություն շատ է եղել, բայց դիմադրել ենք։ Մենք չենք ասել ոչ մեկին, որ հաշ չունենք, ջուր չունենք, բայց դիմադրել ենք։ Ապելաքարոյա պատերազմը լսելով մինչև հիմա 90% հավատում էր հաղթանակին, բայց հիմա մեր տղաների ուժը տենալով, լսելով, ես հավատում եմ, որ 100%-անոց մենք հաղթանակը տանելու ենք, հաղթանակը մերն անելու եւ մենակ հաղթանակ։ Ուրիշ բան չեմ ցանկանում։ Ու ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ իրոք պատրաստ են մեր զինվորները դիմադրելու հակառակորդին։ Սպառազինությունը լավ դիրապետում են մեր զինվորները։ Թեկուզ տվինք զոհեր, բայց ցույց տվինք, որ պատրաստ ենք դիմադրել, պատրաստ ենք պահել մեր ողը։ Եվ կցանկանայի մեր բանակին, մեր զինվորներին քաջ առողջություն, շուտապույտ վերադարձ իրենց օջախները, իրենց ծնողներին։ Ցանկանում եմ, որ խաղը երկինք լինի, շուտ որոշեն,
Ղարաբաղի ինքնորոշման հարցը եւ որ այլևս պատերազմ չի լինի, ցանկություն է դա։ Հանուն ազատության մեռնելու պատրաստած գնան մահ է։ Խաղաղություն ձեզ։ Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում ողջույն Արցախ ծրագիրն է։ Հիշեցնենք այսօր փետրվարի 23-ն է հայրենիքի պաշտպանի օրը։ Հայրենիքի հանդեպ սերը մեր ժողովրդի համար աննկարագրելի արժեք է, որը մենք բազմից ապացուցել ենք ոչ թե խոսքով, այլ միմիայն գործով։ Ապացուցել ենք ազգովի, անկախ սեռից ու տարիքից, մեծ ու փոքրով ապացուցել ենք թե թշնամուն եւ թե աշխարհին։ Ու այսօր էլ պայքարելու կամքն ու պատրաստակամությունը մեր ժողովրդի համար դարձել է ապրելակերպ։ Այո, այդպես եղել է Արցախյան գոյապայքարի տարիներին, այդպես եղավ ապրիլին, այդպես կլինի այսուհետ։ Իսկ մեր բոլոր հաղթանակների ու ձեռքբերումների հիմքում անշուշտ ընկած է հայ զինվորի նվիրվածությունը իր հող ու ջրին, մինչև վերջ պայքարելու նրա անշեղ որոշումը։ Հիշենք Գարեգին Նժդեհի տողերը, գիտություն, կրոն, սրանք թշնամիներ չեն, այլ զինակիստեր, որոնցից մեկը գործում է մտքի, մյուսը սրտի միջոցով։ Իսկ հիմա ներկայացնենք մեր հյուրերին։ Տաղավարում են հայրենյաց պաշտպաններ, պաշտպանության բանակի սպայ, 2011 թվականի լավագույն մարտական հերթապահություն իրականացնող գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Շալոն Արուստամյան եւ Ինժամասի սերժանտական խորհրդի նախագահ սերժանտ Հրայր Թութխալյան։ Բարի երեկո պարոններ, նախ թույլ տվեք շնորհավորենք հայրենյաց պաշտպանի տոնորվա կապակցությամբ, քանզի սա առիթ է եւս մեկ անգամ վերաարժևորելու եւ գնահատելու մեր երկրի պաշտպաններին։ Եվ միանգամից սկսենք մեր հարցերը, պարոն փոխգնդապետ, ինչպես սկսվեց ձեր մարտական ուղին եւ հայրենյաց պաշտպանը, արդյոք ձեր երազած նախընտրած մասնագիտություններ։ Ուրեմն նախապես սկսեմ 1998 թվականին ընդունվել եմ Տիգրամեծի անվան վարժարանը Արմավիրում, ավարտելով 2000 թվականին ընդունվել եմ Վազգեն Սարգսյան անվան ռազմական ինստիտուտը։ 4 տարի ուսուցանվելուց հետո ավարտեցի եւ իմ զեկուցագրի համաձայն նշանակվել եմ պաշտպանության բանակում որպես դասակի հրամանատար եւ մինչ այժմ ծառայում եմ այստեղ։ Եվ իհարկե ես հպարտ եմ, դա իմ մասնագիտությունն է, դա ընտրովի է, դա իմ ամենամեծ ցանկությունն է, երազանքն է, որը ես համարյա կարող եմ ասել, որ իրականացրել եմ։ Շնորհավորում ենք ուրեմն, որ կարողացաք ձեր նպատակին հասնել եւ արդեն դասակի հրամանատարից արդեն անցել եք գումարտակի հրամանատար փոխգնդապետի կոչումով։ Շնորհակալություն, դա դեռ վերջ չէ։ Մինչև գեներալ մաղթում ենք։ Եվ այս հարցը ձեզ կուղղեմ, Հրայր, ասում են թե թիկունքում, թե առաջնագծում Արցախում բոլորը զինվոր են, փոքրատարածք հայրենիքում եւ նաեւ փոքրաթիվ ժողովրդի մոտ բոլորը հայրենիքի պաշտպան են։ Դուք համամիտ եք այս մտքին։ Միանշանակ համամիտ եմ, որովհետեւ մեր երկրի իրադրությունն է ստիպում մեզ բոլորից, որպեսզի մենք լինենք զինվորներ, եւ Արցախահայության շրջանում միանշանակ նկատել է նրանց պատրաստակամությունը դեպի դիրքերը մեկնելու եւ ցանկացած իրադրության պայմաններում հակառակորդի ոտնձգությունների դեպքում միանշանակ փոքրից մեծ պատրաստակամ են հակահարված հասնել։ Իսկ երկրորդ մասը հետ, որ նշում ենք փոքրաթիվ հայրենիքում, ճիշտ է, մենք ժամանակավորապես ունենք փոքրաթիվ տարածք, մեր տարածքը ներկայությամբ փոքր է, իսկ ժողովրդի առումով մենք ունենք սփյուռք։ Սփյուռքը ամեն կերպ փորձում է աջակցել, որը խոսում է մեր հանրապետության եւ ընդհանրապես մեր ժողովրդի մեծ լինելու մասին։ Կարևորը որ նրանք հոգեպես մեծ են եւ ամեն կերպ փորձել են մեզ աջակցել։ Իսկ նրանց աջակցելու վառ օրինակը ապրիլյան պատերազմն էր, որովհետեւ նրանք որ կարողացան նրանք համախմբվել եւ իրենց համախմբվածությամբ մենք հաղթարեցինք եւս մեկ դժվարություն, եւս մեկ փորձություն։ Եվ նրանք իմ կարծիքով այդ կերպ շարունակել են հետագայում եւ ցանկացած իրադրության դեպքում նրանք պատրաստ են մեզ օժանդակել։ Շնորհակալություն, սերժանտ Թութխալյան, նաև կարող ենք ձեր խոսքից ենթադրել, որ ծովից ծով Հայաստան տեսնելու մեր երազանքը մի օր անպայման իրականություն է դառնալու։ Պարոն փոխգնդապետ, կգնահատեք հին ու նոր սերունդների սխրանքները, կարող ենք ասել, որ նոր սերունդը 18-ից 20 տարեկան տղաները հայրենիքի հանդեպ սերն ընկալում են գեներով, ժառանգելով ավարտելուց։ Այո, իհարկե գեներով նույնպես ես կարող եմ ասել, որ իմիգրանտ սերունդը երազանցել է նախորդ սերունդին, դա ցույց տվեց ապրիլյան պատերազմը քարորյա, որտեղ մենք ունեցանք բազմաթիվ հերոսներ 18-ից 20 տարեկան, որոնք իրենց գործը, իրենց պարտքը կատարել են գերազանց, իրենց մասնագիտական հարցերով, իրենց մարտական ոգով, 90-ական թվականների մեր հայրերը, մեր պապերը իրենց պարտքը կատարել են, որը մնացել է շարունակական,
մեր 18-ից 20 տարեկան հիմիկվա սերունդը դա կատարում է եւ շարունակում է ինձ թվում է իդեալական, գերազանց։ Նորմալ է ու ես գնահատում եմ 18-ից 20 տարեկան մեր հիմիկվա սերունդը, որ գերազանցել է մի քանի անգամ։ Եվ այս հարցը ձեզ, Հրայր, ինչպիսին պետք է լինի հայրենասիրության դրսևորումը թիկունքում, մարդկանց առօրյա կյանքում եւ խաղաղության պայմաններում արդյոք համապատասխանում է մեր զգոն ու աչալուրջ լինելը պահանջվածին։ Միանշանակ համապատասխանում է զգոն լինելու օրինակը եւս նշեմ ապրիլյան պատերազմներ, իսկ թիկունքում եւ հասարակության մեջ միանշանակ կա այն կարծրատիպը, որ ամեն կերպ պետք է աջակցել զինվորին։ Եվ թիկունքում ապահովելու օրինակներ, որ ապրիլյան պատերազմում նյութապես նրանք աջակցեցին մեր զինվորներին եւ ամեն կերպ դա կլինի սննդի տեսքով, թե ֆինանսապես, նրանք տրամադրեցին առաջնագծում գտնվող զինվորներին բոլոր այն անհրաժեշտությունները, որոնց միջոցով նրանք կարողանան ճշգրտորեն կատարել իրենց հաշվարկները եւ հակառակորդին հետ մղել, չփորձել հակառակորդի առաջխաղացումը։ Եվ միանշանակ կարող ենք նշել, որ հասարակության մեջ բանակին աջակցելու պատկերացումը կա եւ դա գտնվում է բարձր սանդղակի վրա։ Շնորհակալություն։ Պարոն փոխգնդապետ, բանակ հասարակություն կապի մասին ենք խոսելու։ Ունեք որևէ առաջարկ այն գուցե ավելի հաճախակի դարձնելու կամ այլ կազմակերպչական առումով, որն ավելի կամրապնդի բանակի եւ քաղաքացիական հասարակության այդ կապը։ Այսօր ինչ հիմքի վրա է այսօր։ Այո, շատ բարձր հիմքի վրա է հիմա հասարակություն բանակ կապը, ու որպես առաջարկ ես կնախընտրեի, որ ավելի քանակական տեսքով ավելի շատ դարձնեն կապը հասարակություն բանակ, որովհետև այդ կապը մշտապես բանակի համար շատ բարձր մակարդակ է առաջացնում, շատ բարձր գնահատական է տալիս, ու զինծառայողները, նրանց ընտանիքները, բոլորը ընդգրկվում են բանակի մեջ։ Այդ հոգատարությունը, այդ սերը, այդ զգացմունքը փոխանցվում է բանակին, որը բանակում դա շատ մեծ գնահատական ու բանակը դրանով ամրապնդվում է, ավելի ու ավելի է մարդունակ դարձնում։ Շնորհակալություն։ Եվ հայրենիքի հանդեպ պարտքի զգացումի առհասարակ հայրենասիրական դաստիարակությունը սկսվում է ընտանիքից, դպրոցներից, եթե ոչ նախակրթարանից։ Մեր իրականության մեջ որքանով է նկատելի այդ դաստիարակությունը։ Դաստիարակությունը միանշանակ նկատելի է, որովհետև դեռ փոքր ժամանակ երեխան գտնվելով իր ընտանիքում պատկերացում է ստանում բանակի մասին, որովհետև ընտանիքում անընդհատ խոսում է բանակից, առաջնագծում տեղի ունեցող իրադարձություններից եւ հիմնականում բարձր են գնահատում զինվորի դերը։ Եվ երեխայի մոտ արդեն փոքր ժամանակաշրջանից պատկերացում է կազմում զինվորի մասին, որ հասկանում է եւ գիտակցում է, որ զինվորն է այն մարդը, այն անհատը, ով պաշտպանում է իր հայրենիքի սահմանները, եւ թույլ չի տալիս, որ հակառակորդը շրջանցի մեր սահմանները եւ փորձի վնաս տալ իր ընտանիքին։ Եվ նրա մոտ արդեն պատկերացումներ են ձևավորվում այն մասին, որ ինքն էլ պետք է դառնա զինվոր եւ ինքն էլ պետք է իր հայրենաց պաշտպանի գործը կատարածի։ Իսկ կրթության առումով կարող եմ նշել, որ հիմնականում կրթությունը ստանում են դպրոցներից, ուսուցիչների միջոցով եւ այնուհետեւ բանակի մասին ունեցած պատկերացումները դպրոցից փոխանցվում է համալսարան։ Եվ համալսարանում դասախոսների միջոցով նրանք էլ ավելի են հզորեցնում իրենց գիտելիքները ու ընդհանուր ձևավորում են միտքը իրենց գործը հայրենիքում կատարելու մասին։ Եվ հիմնական նրանց միտքը ու գաղափարն է նրանց հայրենաց պաշտպան դաստիարակելը։ Այսինքն յուրաքանչյուր հայ պետք է իմանա իր դերը հասարակության մեջ, որը ես կնշեմ, որ հայրենաց պաշտպան լինելն է, ամենամեծ առաքելությունը։ Եվ այդտեղ մեծ դերակատարում ունի նաև բանակում ծառայելը, չէ՞։ Միանշանակ, որովհետև բանակում չծառայելով հանդերձ դու չես կարող լինես հայրենաց պաշտպան։ Արդեն 1 տարվա ծառայող ինչ է տվել բանակը, դա զգում եք ձեր վրա ասենք։ Միանշանակ զգում եմ, որովհետև ունեմ այնպիսի փորձ, որ ցանկացած բարդ իրադրություն կարող եմ հաղթահարել եւ իրավիճակներում կողմնորոշվելու մեծ ունակություն է տալիս, որը ոչ միայն պետք է առաջնագծում, այլ նաև պետք է հետագայում ծառայությունը ավարտելուց հետո որպես հայ տղայի եւ ընդհանրապես հայ մարդուն պետք է հայ մարդու արժեվ դրվում են մի շարք փորձություններ, որը հաղթահարելով ել ավելի խելացի է դառնում։ Եվ ընդհանրապես կնշեմ, որ սա հայ մարդու, հայ գեների մեջ է դժվարություն հաղթահարելը։ Միանշանակ մեծ դեր եմ տալիս սրան եւ ամենակարևորը չպետք է վախենալ դժվարությունից։ Դժվարություն հաղթահարելով մենք ինքներս դառնում ենք ել ավելի խելացի եւ ցանկացած իրավիճակներում կարողանանք ճիշտ որոշումներ իրականացնել։ Եվ դուք շարունակելու եք ծառայել բանակում, ինչպես հասկացանք։ Չեմ կարող նշել բանակում ծառայելու հետագա գաղափարի մասին, որովհետև իմ մասնակցությունը մի փոքր տարբերում է, միանշանակ կապ ունի
ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների հետ մասնակցությամբ դիվանագետ եմ ու ցանկանամ դիվանագիտության տեսքով օգնել իմ ժողովրդին, որը կլինի իմ ամենամեծ սխրանքը հայրենիքի հանդեպ։ Այսինքն դիվանագիտությամբ մեր հարաբերությունները միջազգային ասպարեզում ել ավելի բարձր մակարդակի վրա դնել։ Ու ինչու՞ չէ, Արցախ-Ադրբեջան հակամարտությունը, այսինքն այս կոնտեքստը բացել միջազգային ասպարեզում եւ կարևորել մեր դերը, որ մենք արդար ենք ու մենք պահանջում ենք այն ինչը որ մերն է, ոչ ավելին։ Դիվանագիտության դաշտն շատ կարևոր է, այնտեղ էլ պետք է լինել առաջամարտիկ, այնտեղ էլ պետք է լինել զինվոր։ Շնորհակալություն։ Պարոն փոխգնդապետ, երեխաների պատկերացումները համարձակության, խիզախության, վերջապես ընկերասիրության մասին ամենօրյա կյանքում, ասենք դպրոցներում, ընկերական շրջապատում համընկնում են արդյոք բանակային առօրյայում նույն հատկանիշների դրսևորմանը։ Այո, իհարկե համընկնում են, քանի որ ինչպես մենք գիտենք, մեր միակ հանրապետությունն է, որ կրիմինալը շատ քիչ է, դա հենց այդ սկզբունքն է, որ իրանք մանկուց, դպրոցից, թաղերից, թաղամասերից այդ ընկերասիրությունը կա, որը գալիս է բարձրանում է հասնում մինչև իրանց 18 տարեկանը եւ իրանք այդտեղ մեկնում են ծառայության։ Բանակում մեր դեպքերը այդ պատճառով շատ քիչ են։ Մեր արյան մեջ է դա ընկերասիրությունը, սիրել ազգը, սիրել միմյանց, դրա համար դա ես նկատում եմ, տեսնում եմ եւ շատ բարձր գնահատական եմ տալիս։ Հատկապես բարդ իրավիճակներում։ Այո, բարդ իրավիճակներում միջուկ ենք դառնում, ընդհանուր բոլորը, ընկերական սիրո։ Եվ որպես վերջաբան ձեր մաղթանքը մեր երկրի աճող սերնդին։ Մեր աճող սերնդին սկզբից ես կուզեմ առիթից օգտվելով շնորհավորեմ բոլոր մեր ազգի պաշտպաններին, որոնք հիմա գտնվում են սահմաններում հատուկ։ Բոլորի թող տոնը շնորհավոր լինի, ուժ ու եռանդ։ Մեր սերունդին կցանկանամ գիտակցություն, որ մենք գտնվում ենք պատերազմական վիճակում, դաստիարակվել, ուսուցանվել, մեծանալ, ծառայել պատերազմող պետությունում, միշտ լինել զգոն, աչալուրջ եւ պատրաստ։ Շնորհակալություն։ Ես նույնպես միանում եմ պարոն փոխգնդապետի շնորհավորանքներին եւ ողջունում եմ առաջնագծում գտնվող բոլոր հայ զինվորներին, ինչպես նաեւ իմ ընկերներին, զինծառայողներին, ու կարևորելով աճող սերնդի դերը միանշանակ պետք է նշեմ, որ նրանք ամենակարևորը պետք է ունենան զգոնություն, որովհետեւ մենք գտնվում ենք այնպիսի բարդ պայմաններում, որ մի քանի բառով նշեմ, եթե ունենք Ադրբեջան հանրապետությունը, այսինքն մեր թշնամին, միանշանակ մարտական գործողությունները շարունակվելու են։ Մարտական գործողությունները չեն շարունակվի այն դեպքում, երբ որ չլինի կամ Ադրբեջան կամ Հայաստան, բայց միանշանակ Ադրբեջանի բացակայությունները չլինելու հանգամանքն է առաջնային է դրվում։ Իսկ աճող սերնդին ավելի շատ գիտելիքներ ու ունակություններ այդ գիտելիքները օգտագործելու հարցում եւ միանշանակ օգտագործել հակառակորդի դեմ։ Շնորհակալություն պարոն Այք, մեր հրավերն ընդունելու համար։ Բարեկամներ, հիշեցնենք, որ տաղավարում հյուրընկալել ենք Պաշտպանության բանակի սպա գումարտակի հրամանատար փոխգնդապետ Շալոն Արստամյանին եւ Պաշտպանության բանակի զինծառայող ապրիլյան պատերազմն անցած սերժանտ Զորամասի սերժանտական խորհրդի նախագահ Հրանտ Թութխալյանին։ Այո, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Շարունակելով եթերը հիշենք, որ բոլոր ժամանակներում կանայք թիկունք են եղել տղամարդկանց եւ պատմության ողջ ընթացքում հայ կինը որպես կամավոր զենքը ձեռքին մասնակցել է ազգային ազատագրական մարտերին։ Այո, մասնավորապես Արցախյան պատերազմում մարտնչել է շուրջ 600 կին։ Հայ կնոջ անձնվեր հայրենասիրության եւ մարտի դաշտում խիզախության խորհրդանիշն է Սոսե Մայրիկի կերպարը։ Այո, մեծ է եղել կանանց դերը խորհրդային բանակում, որտեղ մարտնչել են շուրջ 1 միլիոն կանայք, որից 10,000-ը հայուհի։ Ուստի փետրվարի 23-ը ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց, որդի ծնող մայրերի տոնն է, շնորհավոր հայրենիքի պաշտպանի տոնը։ Եվ բարեկամներ, շնորհակալություն հայտնելով մեր գործընկեր Օրխիդեա Սրահին, մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս։ Հիշեցնելով, որ Արցախի հանրային հեռուստատեսության բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև artsakhtv.am պաշտոնական կայքեջում, YouTube-յան ալիքով եւ Facebook սոցիալական ցանցում։ Իսկ մեր եթերաժամը շարունակում է հոգեվոր էջը։ Մնացեք խաղաղությամբ, կհանդիպենք երեքշաբթի։